Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պատրաստելու ենք շատ համեղ նախուտեստ լավաշով, սնկով և ձվով։ Դուք բաժանորդագրվեք և հավանեք մեր էջը, իսկ ես ներկայացնեմ։ Ուրեմն ինչ է մեզ անհրաժեշտ. ձու, սունկ, աղ, համեմունք, սամիտ, կանաչ սող, գլուխ սող, լավաշ, ձեթ։ Ինչպես ենք պատրաստելու։ Ուրեմն նախ թասի մեջ նախորոք ձուն հարում ենք, ավելացնում ենք կտրատած սամիտ, կանաչ սող, թեթևակի աղ ենք անում, հարում ենք, դնում ենք մի կողմ։ Անցնում ենք հաջորդ բաղադրիչին, թավան տաքացնում ենք, ձեթ ենք լցնում, սոխ հարած ենք անում։ Թեթևակի տապակելուց հետո սոխը ավելացնում ենք շերտատած սունկը, նախորդ պետք է շերտատած լինի և շարունակում ենք թեթևակի տապակել։ Վերջացնում ենք տապակելը, լցնում ենք մեկ այլ թասի մեջ տապակածը։ Նույն թավայի մեջ, եթե ձեթը արդեն պակասել է, ձեթ չկա, թեթևակի ձեթ ենք քսում կամ ձեթ ենք անում, տեղավորում ենք համապատասխան չափով լավաշ, կտրում ենք լավաշը համապատասխան չափով, վրան լցնում ենք ձվի խառնուրդը և տապակում ենք։ Եվ վերջ, մեր նախուտեստը պատրաստ է։ Բաղադրիչների քանակը ես չեմ ներկայացնում, դուք ինքներդ որոշեք ձեր ընտանիքի անդամների քանակով, ավել կամ պակաս ձվի կամ սնկի քանակության կարևոր չէ, որոշեք ինքներդ։ Ուրեմն մատուցում եք նախուտեստը ձեր ցանկացած կանաչ եղենով կամ բանջարեղենով, նայած եղանակի, նայած ժամանակահատվածի, մի խոսքով ինքներդ որոշեք, մատուցեք, վայելեք։ Բարի ախորժակ եմ ցանկանում, ցտեսություն, կհանդիպենք։